Իրավապահ մարմինները Քարաձորցի Գագիկ Էմինյանի բողոքն առանց քննության կթողնեն, եթե անգամ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն իսկապես նրան ծեծել է։ 2 օր առաջ Քարաձորի բնակիչը նման բողոքով ոստիկանություն էր դիմել։ Այսօր քննչական կոմիտեից հայտնեցին գանգատը մասնավոր է, քրեական օրենսգրքի վերջին փոփոխություններով դեպքը կարող է քննել միայն դատարանը, այն էլ եթե ենթադրաբար ծեծված քաղաքացին ինքը դիմի դատարան։ Հակառակ դեպքում անգամ եթե բարձրաստիճան պաշտոնյան իսկապես մեղավոր է, կմնա անպատիժ։ 2 օր առաջ 35-ամյա Գագիկ Էմինյանն Ազատությանը պատմել էր, Սպիտակի քաղաքապետարան էր գնացել ընդամենը իր ջրի խնդրով։ Այնտեղ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն իրեն հայհոյանքով, վիրավորանքով ու հարվածներով էր պատասխանել։ Այսօր չնկարահանվելու պայմանով ասաց, իր պահանջը միայն ջրի մասին է։ Սաղդ ինձ զել հանիք, ամեն ինչ հանեցիք։ Իմ անուն, իմ կլասը մեկ քցի, ռուշտոտա, ինձ մեր հատ ջուր տվեք ու պրսնենք մեր դրանով։ Լալասի ջուրը քեզ։ Ես տալիս Արսենի Արմանի դռնով է քեզ։ Այս խիպտ ինձ անտաս դու ջուր։ Դե դու սենց ուզեցիր քաղաքապետարանն էլ բերեց, քաշել ես։ Քաղաքապետարանի շնորհակալ եմ, որ իր հաշվին քաշել։ Իր հաշվին չի, հաստատ ոչ մեկը իր ջեբից հիմա ջուր չի քաշեմ։ Ինչ արել են, լավ են արել, ապրեն իրան։ Դե մեր հետևած եք, թող ինձ ջուր գա, էս էլ իմ լվացքի մեքենայի ջուրն այ երեխան շորերը չեն կարող լվալ։ Ես Նիկողոսյանին էլ չեմ մեղավոր բռնել, քեզ է։ Ով է շարով տալի, ես շարով չեմ տալի։ Հենց արեցիք, որ ես հասա ընդե։ Սաղդ ինձ համաշխարհային հանեցիք։ Ում գնամ լացել եմ, որ իմ քյորփ հիմա ջուր գա, իմ երեխեն ռավոտ բալուսով չգնա խալխի տնի եմ լվացել։ Չենք խիա գալի։ Այ 2 րոպե գալիս, այլ չի գալի։ Գյուղում սուբվենցիոն ծրագրով միլիոնավոր դրամներ են ծախսվել։ 120 տան համար խմելու ջուր են հասցրել, բայց տնակում ապրող Գագիկի ընտանիքն այդ թանկարժեք ջրից այդպես էլ չի օգտվում։ Ես չեմ դու ես ձմեռա գալի։ Ես ինչ եմ անի, որ լայն տրուբեքի ալի։ Դե մենք բաց ենք, նոր ենք բացարել։ Բայց նոր եք բացարել, բասարք եք ցավը տանեմ, որ ես էսա ձմեռը տարապ եմ որ։ Ուր ծասին, կացի ջուրը գա նոր ծասին։ Տրակտորը բերել։ Էս ամսուկ էսա կացում եմ։ Այսօր գյուղի վարչական ղեկավար Հրանուշ Ռոստոմյանն ասաց, Քարաձորի բնակիչների մեջ ջոկողություն չեն դնում։ Գագիկի տնակ ջուրը հատուկ ջրագծով են անցկացրել, բայց ինչու այդպես էլ տեղ չի հասնում, նրա համար էլ հանելուկ է։ Հաստատում է միայն մի քանի անգամ ջրի նոր անցկացված ջրագիծը խցանվել է, իրենց ուժերով բացել են։ Գագո ջան, ես բերեցի ու ջուրը փչեցի։ Այ փչելով հարցալուց բացեցի։ Ասիստիկ դրեցի։ Չէ, բերեցի բացեցի։ Հիմի արել ես, ամեն ինչ արել ես։ Արել եմ։ Գալիս է։ Չի գալի։ Բայց ինչ արել, ում գնամ ասել։ Բայց ինչու է խմելու ջրի խողովակը գրեթե ամեն օր խցանվում, դրա պատասխանն էլ չկա։ Վարչական ղեկավարը ցույց է տալիս 200 մետրային կողմ նույն ուղղությամբ հարևանն այս պահին էլ վարար ջուր ունի։ Թողնի ջուրը գա, ես եմ եղավ, ես եկել եմ, իրա ջուրը սենց եկել է։ Կարող է վերջի տալիս, նա։ Եղտը գա Զաբիտանի, ով է մեղավոր։ Մինչդեռ Գագիկենց ծորակը չոր է։ Էս է մի ամսուկ էսա ես ջուր չունեմ։ Ես իմ քյորփի մար մի պտխուն ջուր եմ ուզում։ Ուրիշ բան չեմ ուզում։ Всё։ Զրույցի ավարտին վարչական ղեկավարը Գագիկին հորդորեց, որ համայնքապետի դեմ բողոքը ոստիկանությունից ետ վերցնի։ Գագիկն այդպես էլ հստակ չպատասխանեց կհրաժարվի բողոքից, թե ոչ, մանավանդ որ քննչականը որոշել է բողոքն անհետևանք թողնել։ Ես մենակ այս հարցը լուծեն, ինչ ջուր տան։ Ուրիշ ոչ մեկից ես բողոքավոր չեմ։ Ընդհանրապես ոչ Քաջոյից, ոչ նրանից, ոչ Գեղապ, ոչ մենից։ Մենակ իմ ջուրը գա, всё։ Լալասի հիմի խելոք մնա, կտենանք ինչ ենք անում, մի հարցով կլուծենք։ Այս մեկ ասի խելոք մնա, ես խելոք եմ, ես հիմա էշի պես աշխատում եմ, երեխաս պահեմ եմ։ Որ չգնայի, ոչ մեկ էլի բանի տեղ չեմ դնում։ Վարչական ղեկավարը խոստում տվեց, ջրի խնդրով կզբաղվեն։ Հիմի կաշխատենք, այս հարցը կհարթենք, իր ջուրն էլ կսարքենք։